Բարև ձեզ հարգելի ընկերներ, գոլեգաներ, նորմալ adekvat մարդիկ։ Հույսով եմ նրանք դեռ կան իմ լսողների շրջանակում։ Այս պահին ընթանում է դատավարությունը իմ քրոջ Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարացման վերաբերյալ։ Շատ զարմանալի փաստ է, այսքան ժամանակ ես այս փաստերի մասին ավելի մանրամասն չեմ խոսել, հիմա ստիպված եմ խոսեմ։ Ես ուզում եմ հասկանամ, որ Հայաստան ամեն օր գրում են ծրագրեր են իրականացնում, որ մարդիկ վերադառնան Հայաստան։ Որ Հայաստան վերադառնան, այն Հայաստան, որտեղ որ կարելի է դատել ժուրնալիստի, որը հայտնաբերում է մի շարք կոռուպցիաներ, որը հայտնաբերում է անձանց, որոնք զբաղվել են տարիներ շարունակ կոռուպցիայով, լափել են 18 միլիոն, դա ապացուցած փաստ է, օրինակ լինելով տնօրեններ դպրոցների, ինչի՞ չէ, որոնք շատ խարդախություններ են արել, որոնք կոռուպցիոն սխեմաներ են ստեղծել, որոնք փաստորեն խաբել են պետությանը, խաբեությամբ են զբաղվել, որոնք խաբել են նաև իրանց վերադասներին, իսկ մի շարք վերադասների հետ հանցավոր կապի մեջ են եղել, մի շարք վերադասներ արդեն դարտված են։ Ոնց կարող է մարդը, որը այդ ամեն ինչը հայտնաբերում է, գտնվի կալանքի տակ եւ խանգարի, որ արտարադատությունը իրականանա։ Այն հոդվածները, որով Լիլիթին փորձում են դատել, իդեպ իրավաբանները, բոլոր իրավաբանները ասում են, որ այս կալանքը անօրինական է։ Ոնց կարելի է Լիլիթին մեղադրել նրա մեջ, որ կոռուպցիոներին ասում է կոռուպցիա։ Ոնց կարելի է կամերայի դեմ ծեծել մարդուն, խոշտանգել, հայոյանք ասել բարձր ամբիոններից, ու դա չի համարվում վիրավորանք, դա չի համարվում խուլիգանական արարք, իսկ կոռուպցիոներին ասել կոռուպցիոներ համարվում է խուլիգանական արարք։ Ոնց կարելի է տարուկես առաջ գործ կարել մարդու վրա առանց ապացույցների, այդ գործընթացի շրջանակներում ոչ մի բան չիրականացնել, տարի ու կես հետո հանել ու ասել, որ այս գործով պետք է հարցաքննվեն որոշ վկաներ ու Լիլիթը կարող է խանգարել։ Դուք տարի ու կես ժամանակ ունեք, այսինքն տարի ու կեսվա ընթացքում Լիլիթը չխանգարեց, հիմա պետք է խանգարեր, դուք այդ գործով ոչ մի բան չեք արել։ Ոնց կարելի է բարձր ամբիոններից դուրս գալ ասել, որ Լիլիթի վրա քրեական գործեր կա, այնինչ այդ գործերը չկան։ Հետո դրանից հետո post factum այդ գործերը կարել։ Խնդրում եմ ինձ պատասխանեք։ Ով է գալու այս օրինակով, այս օրինակը, միայն այս օրինակը չէ, շատ օրինակներ կա, մարդկանց ես շփվում եմ, այդ թվում եւ դրսում, բոլորը նույն բանն են ասում։ Ոնց եք դուք հետ կանչում հայերին։ Ոնց եք դուք ուզում, որ հայերը գան Հայաստան, վերադառնան Հայաստան ու ապրեն, այս պարզ իրավիճակում, երբ որ արտարադատությունը ոչ անարտարադատություն է, ոնց կարելի է դա լինի։ Ոնց կարելի է մարդուն, որ ամբողջ կյանքը օգնել է, շատ մարդիկ կան Լիլիթի շրջապատում, որոնք կարող են ոչ միայն ապացուցեն այս փաստը, այլ նաև խոստովանեն, որ Լիլիթը շատերին օգնել է, որ ճիշտ է իրականությունը, ճիշտը, կոռեկտությունը, ճշտախոսությունը Հայաստանում ի վերջո ինչ որ մի բնագավառում այնուամենայնիվ գոնե գործի այդ երևույթը։ Ոնց կարելի է այդ մարդուն կալանավորել, էլ մի ամսով, էլ հիմա էլ ուզենալ երկարացնել։ Ես միայն մեկ պատասխան ունեմ այդ հարցի։ Այդ ոնց եք դուք Լիլիթից վախեցած։ Այդ ոնց եք դուք վախեցած, որ դուք Լիլիթին կալանավորում եք, ուզում եք երկարացնել կալանքը։ Այդ ինչքան եք վախենում, որ Լիլիթը հանկարծ դուրս գա, էլ ավելի շատ բաներ հայտնաբերի։ Դա է ձեր վախը, ժողովուրդ, դա է իրանց վախը, իմացեք։ Եվ խնդրում եմ ես բոլորին սատար կանգնել Լիլիթին, իր հարտարացի գործին ու մենք բոլորը շատ լավ գիտենք ոնց է համակարգերը տարբեր գործում Հայաստանում, բոլորը շատ լավ ապրել ենք, շատ լավ գիտենք, բայց այս չափի, այս մակարդակի անարդարություն, օրենսդրական մակարդակով դա զարմանալի է։ Մարդկանց պատմում եմ, լսում են, մարդիկ ցնցվում են դրսում արտասահմանում, ցնցվում են, որ նման երևույթ կարող է լինի։ Ուղղակի զարմացած են։ Նույնիսկ մարդիկ, ով որ իրավաբանական կրթություն չունեն, զարմացած են այն վակխանալայի, հենց այդպես էլ անվանեցին, դա այն բառը չէ։ Կներեք շատ ավելի կոպիտ բառերով անվանակարգեցին,
Բայց ես ասում եմ ավելի բարեհունչ բառը, վակխանալիան, որը կատարվում է Հայաստանում։ Լավ, ինչքան սա պետք է շարունակվի։ Ու դուք ուզում եք, որ բոլոր այդ մարդիկ հետ գան Հայաստան, վերադառնան ու ապրեն, ինչի վրա, ինչի հիման վրա, որտեղ, ում համար։